Բարի լույս, կլուբնիկա եմ բերել, հələ նայեք ինչ մեծ են, հələ ես մեկը պահիսոն, հələ դրանք ինչ մեծ են, շարի ու ենքան կաղցր համով կլուբնիկա է, շարենք, որ չմնա տոպրակի մեջ պչանը, լստ է, նայեք շարեց սոնաս, չգիտեմ փոխանցում է կադրը թե չէ, բայց շատ սիրուն կարմիր ու քաղցր կլուբնիկաներ է, այստեղ նոր երևում է նորմալ, այնքան մեծ է կադրը չի փոխանցում մեծությունը, բայց շատ մեծ է, լստեղ առավոտ շուտ է մեզ մոտ, գնամ լվացացնեմ, մի հատ սուրճ դնեմ, բարի լույս, առավոտ շուտ է մեզ մոտ, սուրճ եմ դրել բերել, այս սիրուն կլուբնիկաներով, Սոնես ինչ յոգուրտ ես վերցրել, որ կլուբնիկով ուտես, թուրթո պապանետի բացի լցնի են ամանի մեջ, Սոն ջան մի հատ հիմա փորձարկում ենք այս շոկոլադը, մի հատ բացի բալես, որ կոֆեի հետ փորձարկենք, Աննա Քուրիկի ուղարկած այս շոկոլադը չենք փորձարկել, սա էլ փորձարկենք, իմ սիրելինը դրա համար է ուղարկել, որ սուրճ խմեմ, ուզում ես թուրթո պապան բացի Սոնես, բայց փորձարկենք, տեսքը, վաու, ինչ ընտիրո, իրոք, եսա պատկերացնում եմ, հլը փորձի Սոն մի հատ, ես պատկերացնում եմ համը ինչ համով է լինելու, հլը փորձի բալես, մեջը, ոյ, էդ ինչ ընտիր շոկոլադ է, հեսա ես էլ եմ սուրճս վայելելու, դե ինչ, վայելենք մեր սուրճը այս համովության հետ, հələ մի հատ եկեք ես էլ փորձեմ, համով է Սոն, ոյ, իսկականից շատ համով է, ընտիր, սեր հələ փորձի, փորձի հələ մի հատ ասա, իրոք շատ համով է, շոկոլադը վերջն է, լավն է, ոյ Աննա Քուրիկ ջան, իսկապես շատ համով է, ընտիր է համը, յուրահատուկ շոկոլադ է, հələ մեջը, համընկույզ է, համ էլ, այսենց բանն է, եկեք անջատեմ, վայելեմ, շատ համով է, շատ, հələ բալես, սիրեցիր Սոն, իրոք շատ համով է, անջատեմ, վայելենք մեր սուրճը, Դեպ կալոր բաներ կա դրանց Այն հավայան կղզիների ընկույզն է մեջը, հələ, շատ լավն է, սաղս ենք երկրորդ ուտում, կադրից այն կոմ, հիմա Սոնաս կլուբնիկն է ուզում վայելի ես, բանով, յոգուրտով, իսկ ես իմ համեղ շոկոլադով իմ սուրճը վայելում եմ, Սոն էդ ինչ ես խմում, ջուր, հələ թաթախի, բայց այս պուճուրներից թաթախիկ էր ուզում ես, պուճուրներով ավելի հարմարավետ կլինի, այն մեծը տենց կուտես, բայց իսկական համով է, ինձ էլ դուր եկավ տենց թաթախած, Ջան ինչ ես անում, թաթախում եմ չի ուտում, համով կլուբնիկա, բայց ոնց որ անցած անգամվանը ավելի քաղցր էր, չէ՞։ Այսի լավը չէ, բանը լրկված է։ Իսկականից անցած անգամվանը շաքար էր, շատ ընտիր էր։ Այսի այդքան հաջող չի։
Ինչ ես կտրտում, Սոնջան։ Ելակը ասեցի մի հատ դուք էլ տեսնեք, մեկը իր տեսքը։ Ունեսը։ Դե պարզա, սիրուն է չէ։ Ոյ։ Իսկ հիմա իմ ուտելու ձևը։ Վերցնում ենք պատարագի վրա, մտցնում ենք յոգուրտի մեջ։ Որը ամենաշատ դուրը տեկավ։ Շոկոլադը Աննա Քուրիկի ուղարկած, յոգուրտը թե ելակը։ Ամենաքույրքի ուղարկած շոկոլադը։ Շատ համով էր, չէ։ Իրոք նորություն էր։ Դե բնականաբար նորություն էր մեր համար։ Այո։ Վերջներ, ինչի եմ վերցրել սեղանից, հովտեղ էի տարել, բայց արդեն տուփը փորձա։ Իրոք վերջներ, Սոն հələ մի հատ հանի ձեռքիդ վրա իրան այտենց ամբողջական ցույց տուր, ինչ համտեսքն է շատ սիրում։ Սենց ես նայում եմ, գիտեք ինչ եմ նմանացնում։ Ինչի։ Սուր կոֆեի մեծ հատիկ լինի։ Կոֆեի մեծ հատիկ, չէ, իսկականից։ Վերջ։ Հա, արևս, վերջ փակենք, որովհետև արևից կհալվի, դնենք մի կողմի վրա։ Շնորհակալ ենք մենք Աննա տատիկին, սենց համով քաղցր ուղարկելու համար։ Իրոք ընտիրություն էր։ Շատ համով էր, ապրես Աննա տատիկ ջան։ Ոնց որ Սոնան Դուբայի շոկոլադն էլ շատ հավանել, ես էլ նույն ձև շատ հավանեցինք բոլորս, Դուբայի շոկոլադն էլ ենք բոլորս շատ հավանել։ Լավն է, հա։ Ես էլ շատ լավ է։ Իդեալական համոն էր։ Այսենց վայելում ենք։ Մեր պապան գնաց ներս, ես ու իմ աղջիկը մնացինք։ Սոնաս հիմա կուտի իր կլուբնիկաները յոգուրտով։ Իսկ ես որոշել եմ այդ յոգուրտով ուրիշ բան անել, կնկարահանեմ, կտեսնեք։ Որստեղ հատիկները ոնց է Հա։ տալիս։ Երեկոյան ժամերին էլի Աննա Քուրիկի ուղարկած այդ չիայի սերմերը կթրջեմ, կլցնեմ այս յոգուրտի մեջ կթողնեմ, առավոտյան նախաճաշ կանենք, վայելենք, շատ համեղ կլինի։ Այդպես յոգուրտով, մածունով, կեֆիրով կարող ենք տարբեր ամեն ինչի մեջ չիան թրջել դնել եւ վայելել։ Այսպես, դե կեր Սոնս, ես բրծայել չեմ ուզում։ Կլուբնիկը շատ սիրուն էր տեսքը, բայց անցած անգամվանը շատ քաղցր էր, այս անգամվանը մի քիչ այդքան քաղցր չէր։ Սոնաս թողուտի շոկոլադը դրեցի հովտեղ, հանկարծ բան չլինի, չհալվի մեր շոկոլադը։ Անջատենք, Սոնաս թողուտի, վերջացնի, հավաքենք, գնանք, հաց պետքա։ Զավտրիկ նախաճաշ պատրաստեմ, ամուսնուս ճանապարհեմ։ Դե ինչ բոլորիդ լավ օր եմ մաղթում, սիրելիներս։ Լավ մնացեք, կհանդիպենք։ Բարի կեսօր բոլորիդ։ Մեզ մոտ կեսօր է, գործերս արե վերջացրել եմ, սուրճ եմ դրել, ինչպես տեսնում եք։ Այս համեղ շոկոլադների վրա սիրահարվել եմ ուղակի, շատ համով են։ Սոնաս դպրոցից արդեն եկել է, հովուլս մանկապարտեզ է։ Մի հատ ես իմ սուրճը վայելեմ, իմ աղջիկն էլ թող իր ելակներն ու շոկոլադը ուտի։ Ես իմ այս համով շոկոլադով կվայելեմ իմ սուրճը։ Հոգնեցի, տան գործերը ամբողջությամբ ավարտել եմ։ Մի հատ նստեմ կհանգստանամ, սուրճս կվայելեմ։ Հետո էլ կպատրաստվենք, արդեն Սոնայիս հետ կգնանք հովուլիս հետևից։ Դե ինչ անջատեմ, վայելեմ սուրճս, քանի չի սառել, տակ եմ սիրում։ Հետո էլի կհանդիպենք սիրելիներս, դրեք ձեր սուրճը, հանգստացեք, հետո նոր անցեք ձեր մնացած անելիքների։ Կհանդիպենք։ Անակնկալունես։ Դեդոմ։ Հələ բացի դու էլ փորձի։ Սպասի չգցես։ Հələ փորձի։ Լավն է կյանքս։ Գիտես ով է ուղարկե։ Ով։ Աննա տատին, ճիշտ էիր ասում սկզբից, Աննա տատին է ուղարկե։ Համով է։ Սիրեցիր։ Դուրդ եկավ կյանքս։ Շատ լավն է։ Բա ինչ պետք է ասես Աննա տատին։
Ապրեսանա տատիջան։ Ay, ուտև ես քեզ։ Շատ համովա չի արևես։ Դե լայք դիր մի հատ, քո շոկոլադին։ Համովա, մի հատ նայենք։ Ընտիր։ Օհ, դե վայելի կյանքս։ Սիրեցի՞ր հով։ Ոյ, հովուլն էլ հավանես։ Ախր ենքան համովա, ոնց կարաս չհավանես։ Դե անուշար արևս։ Հով չես տալու մենք ուտենք։ Չէ։ Վայ մամա ջան, վсё, նայեք հələ սրան։ Ձերքից արեցի որ վերցնեմ։ Չէ, միջից կթափես։ Ասма չեմ տալիս, լրիվ իմն է, ասма 4 հատ եմ ուզում, յանի լրիվ եմ ուզում, էլի։ Հələ նայեք։ Այդ են սիրեց, բայց իրոք շատ համով շոկոլադը։ Դե լավ կեր կյանքս։ Բայց հեսա կհամոզեմ ձերքից մի քանի հատը կվերցնեմ, որ մի անգամից չուտի։ Գոնե մի 2 հատիկ ուտի ու վերջ, չէ՞ հովս։ Ասма չէ։ Ոյ, ժիլտիկս։ Լզրը քաղցրի գերի են։ Քաղցր շատ է սիրում։ Համով շոկոլադը։ Էլ չի տամես։ Վсё։ Բանա տատին էտի ուղարկել է, որ մաման կոֆե խմի, չես տալու մաման կոֆե խմի։ Չէ։ Դու մենակ ուտես։ Լուրջ ես ասում։ Ոյ մամա ջան։ Խոժուկ ես դու մենակ ուտում ես։ Դե լավ կեր։ Հələ մի հատ նայեք իմ սիրտը ինձ ինչ անավիր է պարտեզից գալուց։ Հələ ստեղ նայեք ինչ պուպուշ է, իմ տղեն է ինձ նավիր է, մեռնի մաման կյանքին։ Սիրուն վարդատ նավիր է։ Բանի կողքով անցնում ենք, պարտեզի մեջ գալիս ենք, ծաղիկներ տեսնում, ասում մամ, ուզում եմ քեզ ծաղիկներ նվիրեմ, եկանք հասանք էս մեր թաղերը արդեն վարդեր կար, բանաղած, գնաց պոկեց, բերեց, փողոցի վրա աճած վարդեր էին, չթողեցի շատ պոկեր, այս մեկն էլ ինքը այսպես կարճ պոկեց, բերեց։ Մամային վարդ նվիրեցիր, օրևս, ապրես կյանքս։ Վայ, գժվեմ արա ես քո համար, խնդրեմ ասում մամա ջան, հով սիրում ես մամային, ինչքան։ Շատ։ Ինչքան շատ։ Քան։ Ասա ամպիչապ։ Ոյ սիրտս։ Մաման է ձեզ ամպիչապ սիրում։ Ինչ ես ճարե։ Տես։ Հա, չփոքես, թող կարմրի։ Ասում արի հələ կլուբնիկ եմ ճարե։ Պետք է ասի մեծացել է, ձեռքերը թեռու տար։ Տեսել։ Հələ, գիտես, դրանք պետքա կարմրի, նայի, վերևն էլ կա։ Այս իրանք իմ տղու։ Ես այսօր լցրել եմ կյանքս։ Լավ, լցրա։ Ջրի քոտ կլուբնիկները։ Պետքա կարմրի իմ տղու կլուբնիկները, որ ինքը ուտի։ Չէ, էլ պետք չի, ես այսօր արել եմ կյանքս։ Հերիքա։ Այդքանն է դու էլի միջինն է լցրել վերջ։ Չէ, շատ չանես, շատ պետք չի, կյանքս այսօր ջրել եմ մաման։ Մի պուճուր նրան էլ արա ու վերջ, այն մեկին, նրան կյանքս։ Հեռախոսը ձեռքիցը դիր։ Մի պուճուր արա ու վերջ, մի պուճուր։ Հերիքա կյանքս, դե ջուրիկը թողնի այստեղ, որ տաքանա արև լինի, դու էլի ջրես կլուբնիկները։ Վերջ, թափվեց, վերջ, լավ, հերիքա սիրտես։ Այստեղ խմոր եմ պատրաստել, խմորը արեցի, վերջացրեցի, նոր որոշեցի նկարեմ, սովորական խմոր եմ արել, առանց դրոժի, թթխմորի, ռոզա պետքա պատրաստեմ, իրա խմորը պետք չի որ թթվի, պետքա ծիկ խմոր լինի, խինկյալի նույն, պիրմենի, խինկալի խմորը պետքա լինի, այդպես շաղել եմ, շատ լավն է, ծիկ լավ խմորա, կթողնեմ կհանգստանա ու բան կանեմ, ռոզա կպատրաստեմ, մենք շատ ենք սիրում ռոզա, սոնաս հատկապես, ռոզա է ուզել, ես էլ որոշեցի ռոզա պատրաստեմ, այսպես ուղակի սրբիչով փակեմ ու կթողնեմ այստեղ, թող հանգստանա մի քիչ ու բան կանեմ, գնդեր կանեմ, գնդերն էլ պետքա թողել հանգստանալ մի փոքր, որ ինքը հեշտ բացվի, թե չէ ինքը առանց խմորի չի է, ձգվելու է հետ գա դրա համար,
Տեսնեմ ոնց է պատրաստման ընթացքը կամ արդեն պատրաստի վիճակում Ռոզան ձեզ ցույց կտա։ Եկեք անջատեմ կմիանանք սիրելիներս։ Խմորս թող հանգստանա, ես էլ դրեցի իմ սուրճը։ Սիրելիներս, դուք եք դրել ձեր սուրճը։ Սրճեք, հանգստացեք ձեր գործերից հետո, վերցրել եմ այսպես կես բանան, կեսը թողել եմ, նույնիսկ կարող է դա չուտեմ։ Վերցրեցի չոկոպայ մի հատ, հարսիկից բերած քաղցրներից էր։ Այդ չոկոպայով սուրճս կխմեմ, տեսնեմ, եթե կկարողանամ բանանն էլ կուտել, գնալու եմ դուրս, իմ ծառի տակ, որ կներեք, այսօր առանց ձեզ եմ խմելու սուրճս, մի հատ հանգստանամ, առավոտվանից են մի լվացք արդեն մեջն է, մեկը դուրսն է, լիքը գործեր եմ արել, հոգնած եմ, պետքա հանգստանամ, կնստեմ, կվայելեմ, հետո նորից կանցնեմ հաջորդ անելիքներից։ Մենակ եմ տանը, ամուսինս գործի է, Սոնաս դասի, հովուլս պարտես։ Այս սուրճից հանգիստ լավ բան չկա, ասում եմ համ ծիծաղում, հայ ես շատ սիրում եմ այս հենց լռության մեջ կամ մի հատ իմ սիրած վլոգներից կամ մի բան հաղորդում միացնեմ ու վայելեմ կամ դրսում, թեկուզ էլի հեռախոսով։ Լռության մեջ հանգիստ վայելելով խմեմ սուրճս ու հանգստանում եմ, այդպես ես լիարժեք։ Նենցա, որ ընկերովի սուրճել եմ շատ սիրում, տարօրինակ չեմ, սիրում եմ ընկերական սուրճնել, բայց ես ամենաշատը նախընտրում եմ ու գերադասում եմ այս սուրճը։ Հանգիստ, լուր պայմաններում, որը ինձ թույլ է տալիս, որ ես լիարժեք հանգստանամ։ Շատ խոսեցի, չեմ սիրում սառը սուրճ, գնացի սրտիկներս, դրեք ձեր սուրճերը, վայելեք, բոլորիդ լավ օր։ Արդեն սկսել եմ անել, բացում եմ գնդերը, հələ ունեմ բացելու, ինքը փոքր է, կբացեմ, միսը կքսեմ, կփաթաթեմ ու ցույց կտամ։ Այսինքն ընթացք ցույց կտամ։ Արդեն բավական ժամանակ անցել, խմորս լավ նստել է, բացվում է շատ լավ։ Գնացինք հովուլից բերեցինք եկանք, հիմա էլ ես անցել եմ իմ գործին, արդեն բացեցի, բայց էլի ունի տեղ բացելու, ուզեցի կիսվեմ ձեր հետ, կբացեմ, միսը կքսեմ ու արդեն կամ քսած կամ փաթաթած վիճակում ցույց կտամ ձեզ, կկիսվեմ ձեր հետ, քիչ փոքր մասերով ընթացքի հետ, անջատեմ, արագ անցնեմ գործերիս, քանի որ բոլորը սոված են, ինձ են սպասում։ Ահա առաջի գունդը քսեցի, մի փոքր երկարությունով արեցի, կլոր չբացեցի, փոշմանեցի կեսից, որովհետև սենց ավելի լավ կփաթաթվի ու եզրերը հավասար կգա, կլոր որ անում եմ, եզրերը դատարկ է մնում, սենց արդեն հավասար կփաթաթեմ ու հավասար կկտրտեմ Ռոզան։ Փաթաթեմ, կտրտեմ ու ցույց տամ ձեզ։ Ահա նայեք ինչ լավ եղավ։ Իմի սիրուն կկտրտեմ։ Ահա վերջացրեցի, բայց այսքանը չեմ անելու երևի թե, ուղղակի խմոր ու միս ունեմ, փորձեմ պատրաստեմ լամաջոներ թավայի մեջ, տեսնեմ ոնց կստացվի։ Իսկ ռոզաներս այսքանը անեմ, առայժմ թողնեմ։ Եթե լամաջոներ անեմ խմոր մնա, էլի կանեմ ռոզա, իսկ եթե ոչ, ռոզան այսքանը թող մնա։ Եթե խմորը վերջանա, էլ ռոզաներ չեմ պատրաստի, բայց ամեն դեպքում այս էլ իմ ռոզաները։ Մենք շատ ենք սիրում, ինքը շատ համով է լինում։ Պատրաստում եմ, պատրաստման ընթացքն էլ ցույց կտամ ձեզ։ Բացել եմ այս չափի, ինքը արդեն մի փոքրիկ եփված վիճակում է, այսինքն պատրաստել եմ լոշիկի նման, թողել եմ իրան թավայի մեջ, կրակի մեջ, հիմա միսը կքսեմ վրան, նոր կթողնեմ, արդեն ամբողջությամբ կեփվի։ Ինքը այսենց այս չափի լամաջոներ կստացվի։ Մսին խառնեցի տոմատ, ավելացեցի, քսեմ ու թխեմ։ Սա էլ երկրորդը ցույց տամ ու մնացածը առանց ձեզ կանեմ։ Եկեք լավ, մի հատն էլ միսը քսած ցույց տամ։ Սա արդեն նորից փոքրիկ եփվեց, միսը քսեմ ու թողեմ լրիվ թող եփվի։ Եկեք մի հատ էլ քսած պատրաստի ձեզ ցույց տամ։ Ահա եւ վերջը։ Դնում եմ այսպես թավայի մեջ, թողնում եմ որ եփվի։ Հուսով եմ ու գիտեմ, որ համով է լինելու, սա կուտենք, հետո նոր ռոզան կպատրաստեմ։
Շատախորժելի տեսք ունի։ Այսինքն համովություններս արագ-արագ շարում եմ, որ իրար հետևից թխեմ դուրս գա։ Որոշեցի մի քանի հատներ պաներով անեմ։ Ես պաներով լամաջո շատ եմ սիրում, սասվուդի լամաջոներն է։ Պաներով որ սարքում են, մսով շատ համով է լինում։ Ընդեղինը դե ուրիշ է, մեծ է շատ ու պաներով հալած։ Հիմա իմ ձեռքի տակ այսպիսի պանիր ունեի, տեսնեմ կհալվի։ Սա էլ պանիրով տեսականին։ Դնենք, սա էլ լինի։ Սա էլ լամաջոները արդեն պատրաստի վիճակում։ Շատ լավ է եղել։ Այսպես այսքանը եղավ, եթե պաներովը ուզեն մնացածն էլ պանիր կանեմ, այսպես դրել եմ իրար վրա, որ փափուկ մնա, այլեն երեխեքը։ Պանիրով է հեսա կանեմ, կփորձենք մի հատ, տեսնենք դրանով էլ կուզեն, են մնացած 3-ն էլ պանիրով կանեմ։ Եթե շուտ մտածած լինեի, ավելի շատ կանեի, որովհետև ռոզայի անում ու մտքա փոխվեցի կեսից, բայց թող մի հատ սենց համատեսնեն, հետո որ արդեն ուզենամ առանձին լամաջոներ պատրաստեմ, ավելի շատ կպատրաստեմ։ Դե ինչ այսքան պաներով տարբերակը սենց ծալեցի, եկեք բացենք։ Տիրա, բա որ պանիրը մի քիչ շատ անեի, մյուս անգամ շատ կանեմ ու հալվող պանիր կվերցնեմ հենց, որ լավ լինի, հաստատ ընտիրը, այս հենց երկու կողմից տաքել է, այս հենց, շատ լավն է, մի հատ հեսա կփորձեմ, համը վերջն է եղել, չեմ չափազանցնում, շատ համով ա եղել, բարյախորժակ բոլորիս, իսկապես շատ համով ա եղել, հացը շատ տեղին, ամեն ինչը տեղը տեղին ա եղել, վայել եմ, անուշան եմ, սիրում եմ սենց տակ-տակ, ու երկու հատ էլ սենց սովորական ուղակի պանիրով արել եմ հովուլի համար, ստեղ սենց մի 4-5 հատ, որ հովուլն էլ ուտի, տեսնեմ կուտի ինքը, գոնե մսով ուտեր լավ էր, անջատեմ վայել եմ, ջան մի հատ բացի մեջը քոնինն էլ տեսնենք, շատ ընտիրը, մյուս անգամ հալվող պանիր կառնեմ, փագի բալես, համով էր դուրդ եկավ, Շատ հո, ընտիրա չէ եղել, իրոք շատ համով ա եղել, դե տակ-տակ բարյախորժակ արեք կյանքս, ապրես մամջան, բարյախորժակ ձեզ անուշ արեք, դե անջատեմ երեխեքս թող տակ-տակ ուտեն, պատրաստել եմ, որպեսզի կտրտեմ սոխը և պատրաստեմ ռոզան, երեխեքը լամաջոները կերան, ահագին եղել էր, կշտացան, էլ չուզեցին, որ ռոզա պատրաստեմ, ես էլ մտածեցի, եթե պետքա պատրաստեմ, ռոզան մենք սիրում ենք հենց այդպես անջատենք ու վայելենք, պատրաստեմ մնա հնանը, ավելի լավ է, մի անգամից հենց սոված լինենք, այդ ժամանակ պատրաստեմ, հիմա վերցրել եմ մի հատ լավ մեծ սոխ, կկտրտեմ մանր, սոխորածը կանեմ տոմատով ու կշարեմ ռոզաները թավայի մեջ, կավելացնեմ ջուր ու կդնեմ, որ եփվի, վերջում կավելացնեմ կանաչիներ, համեմ, ահա կտրտեցի, վերջացրեցի, ինչպես տեսնում եք, ինչքան մանր եմ կտրտել, շատ մանր է, դե թավայի մեջ արդեն կխառնեմ, ինքը կառանձնանա ավելի մանր կլինի, հիմա կպած է իրար, բայց եթե ցանկանաք, ցանկության դեպքում կարակ կիսալ ուսնաձև կամ մի փոքր մեծ թողնեք, չգիտեմ ոնց կցանկանաք, այս անգամ ես որոշեցի, ես այնպես էլ եմ պատրաստում, այս անգամ որոշեցի այսպես մանր անեմ, ու ես մի հատը բավական է, շատ ժամանակ շատ ավելի շատ եմ սոխանում, սիրում ենք մենք այդ իրա տոմատով, այդ տակի բանը սոխորածը հյութը, հիմա ավելացնեմ թավայի մեջ ու անեմ սոխարած, ավելացրեցի բուսայող և թողնենք թող տապակվի, ինքը թող մի քիչ տապակվի, ես կավելացնեմ սև և կարմիր պղպեղ նույնպես, հետո նոր տոմատը հյութով ջրով բացած, ջրով բացում եմ այնքան ջրով, որ էլ կողքից ավելացնելու ջուր, չնայած կարող ենք, եթե քիչ լինի ավելացնենք, որպեսզի եփվեն, խմորները ծածկվի ու եփվի, բայց ես բացում եմ ու միանգամից շարում եմ, եթե վերջում հասկանում եմ, որ ջուրը քիչ է, արդեն ավելացնում եմ, Հիմա անջատեմ, թող տապակվի, կմիանամ,
Այստեղ ռոզաներս արդեն սառել են, այստեղ 2 ճաշի գտալ տոմատ եմ ավելացրել ու հիմա կավելացնեմ հենց սրանով 1 ջուր, որ բանանամ, լցնեմ, ծխորածս արդեն լինում է։ Ավելացեցի ջուրը, պինդ զանգված է հիմա շատ ջրիկ չի, որովհետև կարող է ես էլի ջուր ավելացնեմ, ամանս մի փոքր փոքրիկ էր, իսկ տոմատս շատ։ Այստեղ արդեն պատրաստվում է սոխոս, ապակվում է, գոլորշին խանգարում է, բայց ոչինչ, կադր ցույց կտամ։ Կկիսվեմ ձեզ հետ։ Թող մի քիչ էլ ոսկեգույն երանգ ստանա, կավելացնեմ կարմիր պղպեղ և սետ պղպեղ։ Ուզում եմ կիսվեմ ձեր հետ, համ ցույց կտամ, համ կանաչիս կհանեմ, այս իմ տարայով, ամանով, այսպես ասած, նայեք, ինքը ներսում ունի սետկա, այսպես լավ խորը ամանա, սետկայով իրա և այս կափարիչով, ինչի համար եմ սա ձեզ ուզում ցույց տամ։ Չեք պատկերացնի, ինչքան լավ է մնում, նայեք ստեղ մի հատ ոչ լղկվում է, ոչինչ չի լինում, կանաչին ոնց լվանում դնում եմ, հենց այդպես մնում է, այնքան լավ աման է, ես սա վերցրել եմ քաղաքից, Սյունի կանոնով խանութ կար այդտեղից եմ գնել, ինձ վաճառողուհին խորհուրդ տվեց ու չեմ փոշմանել, որ իրոք վերցրել եմ, ով գալիս է մեր տուն, այս ամանից վրա է սիրահարվում, որ ինչքան լավն է ու ինչքան լավ կանաչեղեն է պահում։ Եթե կհանդիպի ձեզ, ամեն խանութում չեմ տեսի, անկեղծ եմ ասում, նայեք, այսինց էլ դուրս է գալիս իր ամանն է, սա։ Այսինց ընտիրություն է, հիմա կանաչիները տեսնեմ ինչ եմ կտրտելու, վերցնեմ, որ կտրտեմ ռոզայից վրա լցնեմ։ Ուզեցի ուղղակի մի հատ էս իմ ամանով կիսվեմ ձեր հետ, եթե իհարկե չեմ կիսվել, չեմ հիշում, բայց լավն է, եթե աչքներով տնկնի վերցրեք, շատ լավն է։ Արդեն ավելացրեցի սև և կարմիր պղպեղները, քանի որ արդեն պատրաստ է սոխը։ Հիմա կավելացնենք տոմատը, տոմատի հյութը բացած։ Ավելացրեցինք տոմատի հյութը, այսպես։ Ոչ թե տոմատի հյութը, ջրով բացված տոմատը, նույն բանն է լինում էլի։ Սա թողնում ենք եռումը և շարում ենք ռոզաները։ Ջուրը եթե ոնց որ ասեցի քչություն լինի չծածկի ռոզաները, որ չեփվեն, կավելացնենք, որտեվ ես խիտ էր ինձ մոտ տոմատի հյութը։ Ու մի մոռացեք, արդեն ինձ մոտ եռած, ես ավելացրեցի աղը, թող աղը եռա այսպես ջրի հետ համը նայեք, ու նոր շարեք ռոզաները։ Անուշ հոտը գալիս է արդեն տոմատի։ Արդեն սկսեց եռալ, կարող եմ կամաց շարել իմ վարդիկները։ Նայեք։ Շարեցի ռոզաները։ Ինչպես տեսնում եք, արդեն համարյա թե ծածկած է։ Ինձ մոտ արդեն ծածկվել է, որովհետև այս վերջում էլ կա, այն վերջի պոչիկներն է, տակն է։ Ես ձեռք չեմ տա, հիմա կափարիչը կդնեմ, ինքը որ եռա, արդեն բոլորը կանցնեն ջրի տակ, այսպես ասած։ Թողնենք ինքը լավ եփվի։ Վերջում կավելացնենք, ինչպես ասեցի, կանաչի, համեմ երևի թե կամ համեմ պետրուշկա խառնած, չգիտեմ։ Սա էլ մեր ռոզան։ Փարիչը փակեցի, թող եփվի, ես կտրտեմ և պատրաստեմ կանաչին։ Սա էլ կանաչին։ Էլի մանր եմ կտրտել։ Այսքանը։ Համեմ արեցի մենակ համեմ կավելացնեմ։ Պատրաստ թողնեմ, թող եփվի, վերջում ավելացնեմ, այսինքն արագ, որ ստացվի ուտենք։ Մի հատ ուզեցի բացեմ, տեսնեք, ինչ վիճակում է, արդեն կամաց եփվում է, բոլորը ջրի տակն են, ոնց տեսնում եք, ինքը այսինքն կրակը իջացրել եմ, շատ չէ, բայց նենց էլ չէ, որ ինքը կպնի, չհասցնի եփվի խմորն ու միսը,
Այսքանը ձեռք չենք տալիս, ինքը հենց ինձ մինչև վերջ եփվում է։ Դե ովքեր որ եփել են գիտեն, ովքեր որ չեն եփել թող իմանան եւ փորձեն անպայման ռոզան շատ համով է։ Մենք շատ ենք սիրում, ես էլ մեր ռոզան, թողնենք եփվի։ Հələ նայեք ինչ սիրուն գույն է եղել։ Ու այնքան ախորժելի է, Անուշ հոտն էլ արդեն գալիս է։ Երևի թե մի 10 րոպեից պատրաստ կլինի, եթե շատ չասեցի 10 րոպեն։ Փակեմ թող շուտ եփվի։ Արդեն պատրաստ է։ Նայեք հյութը լրիվ չի քաշել, բայց ես թողնում եմ, որ այսպես մի քիչ հյութը մնա, ինքը արդեն եփվել է, պատրաստ է։ Ավելացնենք կանաչին, մի 2 րոպե թողենք ու անջատենք։ Վերջ։ Ավելացեցինք կանաչին, կափարիչը հեսա կփակեմ, կթողնեմ մի 2 րոպե ու կանջատեմ, արդեն ցույց կտամ ափսեի մեջ։ Այս գեղեցկությունը ձեզ ցույց տալու համար, հələ նայեք դուրս եմ եկել, չնայած հեսա արդեն արև դուրս եկավ, կբերեմ դուրսն էլ կուտենք ամուսնուս հետ, նայեք ստեղ մի հատ ինչ տեսք ունի իմ ռոզան, համ տեսքնա շքեղ, համ համը արդեն փորձել եմ, որ կիսվեմ ձեզ հետ համով, շատ համով ա եղել։ Սիրելիներս անպայման փորձեք, չեք փոշմանի, եթե չեք փորձեմ մինչ այժմ։ Համ տեսքն է իրա սիրուն լինում, համ ախորժելի է լինում, փորձեք այսենց հյութով թողեք, որտեվ մենք այսենց հյութը սիրում ենք իրա, թաթախում ենք սերի հացով ու ուտում ենք։ Փորձեք դուք էլ այսպես անել, հյութեղ, որ ինքը այն չոր տեսակը չլինի, ես դա այդպես չեմ սիրում։ Ուզեցի կիսվեմ արդեն դե վերջնական իմ համեղության հետ։ Բոլորիս բարի ախորժակ, անպայման դուք էլ փորձեք եւ անուշարեք, ովքեր որ հաց եք ուտում, բոլորիդ բարի ախորժակ։ Այսինքն մի հատ տեսքը տեսեք ու անջատեմ։ Բարի ախորժակ բոլորիս սիրելիներս։